Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան պատմության խեղված ջեմուղիների մասին Արմենակ Աբրահամյան, Կարսին անսպասելի գծանկարն են, մրջուների մայրաղբյուրը Հովակիմ Բիբերյանի վկայությունը Վարլոկ Վերգիսի ողբերգության մասին, Մունկարինք հաղթահարինք Լյուբոյ վտանգ, եթե կաղնի կողքի Արման Թաթոյան, ցեղասպանության քաղաքացիական պաշտպանության պայմանագրի վավերացումը, Հակոբ Հոշական արևմտահայ գրականության լուսավորչական դեմքը, Կուճիրների մծ բարը վանում, օրվա ճշմարտությունը Աշոտ Հարությունյան։ Արևմտյան Հայաստան պետական տելևիզիոն տված յուրան հարցազրույցում Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը խոսալ է մեր ժողովրդի պատմական ճակատագրի անցյալի խորքային պատճառների ու հեռավոր կենտրոնների մշակած ծրագրերի մասին։ Արմենակ Աբրահամյանը ընդգծել է Վերհարյան Բերլինավե հաջողովից սկսած տարբեր մզ տարածաշրջանային ուժեր ձևավորալն քաղաքական ու ռազմական գնացքներ, որոնց ուղեցույցում հաճախ հայ ժողովուրդն հայտնվել որպես մերժված ու թիրախավորված այնգյուն։ Այդ ծրագրերը ըստ նախագահի նպատակ ունեցալ թույլատրին հայության դիրքերը կոտրին ժողովրդի արմատին հայրենիք հաոկանխին բնիկ ուժի վերականգնումը։ Արմենակ Աբրահամյանը շեշտ տալավերից գործընթացնեն երբեք իլալ չն միայն տնտեսական կամ վարչական նախաձեռնություն է, դրանց խորքում գործելի սելալ նախաձեռնված քաղաքականություն ուղղված հայի ոչնչացմանը, տարածքի օտարացմանը։ Յուրանսել ավը ցեղասպանությունը սկսվել չի մենակ 1915-ին։ Տրանդախակարապետ գործողությունը մշակվել ու կազմակերպված են շատ ավելի շուտի 19-րդ դարի վերջից իսկ 20-րդ դարի սկզբին դրանք վերածված են համակարգված ու պետականորեն ղեկավարվող գործողությունների։ Նախագահը ընդգծել է վերպատմական ճշմարտությունը պիտի հստակ արձանագրվի, որովհետև առանց դրա կարելի չի ինի արդարություն։ Արևմտյան Հայաստանը Արմենակ Աբրահամյանն նսելավը շարունակում է խորհրդանշել ոչ միայն կորսված հայրենիքին ցավը, այլև ազգային ինքնության խորքային արմատները, որոնք փորձեն կտրվին, բայց գրեցալ չոչնչացվին։ Մեր ժողովրդին կտորալն, տեղահանալն, բայց գրեցալ չջինջին իրանց պատմական հիշողությունը, ինքնագիտակցությունը, սոր մեր պարտքն է արձանագրել ճշմարտությունը, վերադարձնել պատմական արդարությունը, նշել է Արմենակ Աբրահամյանը։ Կարծը շարունակում է պետցանել յուրան պատմական գաղտնիքներին, քաղաքին քյոհնաշինությունների պատերին պատահաբար հայտնաբերված գծանկարներն առաջին հայացքից տարօրինակ ընթվան, բայց ավելի ուշադիր հիշելիս դրանց մեջ հստակ կրվում է խաչի պատկերը հայկական։ Խաչն այդ գծագիրը, ինչպես նաև կողքին գտնվող այլ նշաններ ու կենդանի պատկերները վկայում են վեր տարածքը երբևէ ելալ է հայկական մշակույթի հավատքի ու կյանքի բնական միջավայրը։ Այսպիսի պատագրերը հիշեցնում են վեր պատմության շերտերը կարել չջինջվին, դրանք կրկին հայտնվում են ապացուցելի հետի վեր Կարսը դարեր շարունակել է հայկական ինքնության ու ստեղծագործության տարածքը։ Այս պարզ, բայց խոսուն գծանկարը արդիական փաստ է։ Պատմական Կարսը հայկական է, ու այս նշանեն դրանց լուր, բայց անժխտելի վկանեն են։ Զավեն Բիբերյանի մրջուների մայրամուտը համարվում է 20-րդ դարի ամենալավ արևմտահայ վեպերից մինը, շտեղ հեղինակը վավերական ուժավ ներկայացնում է Վարլոկ Վերգիսի տարիներին ոչ մուսուլմանական քաղաքացիների, հատկապես Կոստանդնուպոլսահայերի կյանքի փլուզումը։ Վեպի կենտրոնում է Թարխանյան ընտանիքը վերապետության կողմից պարտադրված այս անարդար հարկի հետևանքով քայլ առ քայլ կորցնում է իրան ունեցվածքը ու վերջում սեփական արժանապատվությունը։ Բիբերյանը նշանցատան վերետ հարկը ոչ միայն նյութական հարվածել կործանելի սարել մարդկանց փողվստահությունը, ապագա հանդեպ հավատը, ընտանիքների հոգևոր ամրությունը, գլխավոր հերոս Բարեթը յետեռնալավ Նաֆիայի ծանր ծառայությունը տեսնում ավեր տոնը ընտանիքը ու սաղ աշխարհը այլևս նախկինը չն։ Բիբերյանը Բարեթի միջոցով պատկերում է երիտասարդի պայքարը արագ փոխվող հասարակության քաղաքական ճնշումների ու ազգային անձնական ինքնության միջև։ Յուրան հերոսն է նշանցնտամ թահունց շարունակական քաղաքական ցնցումներն կարին կործանին մարդկանց անվտանգության զգացումը ու խաթարին միասնականությունը։ Մրջուների մայրամուտը սոր մնամա մի հատ գործ վերը մերկացնում է պետականորեն իրականացված մծ անարդարությունը ու հիշեցնում է պատմության պակաս հայտնի էջերը երբեք չպիտի մոռացվին։ Ստեղծում է մի պատմություն պատմական անարդարության, հոգեբանական ճեղքվածքների ու ընտանիքի ներսում ի վերջո ինքնուրույն կուլտվող մթության մասին։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին դպրոցում մլալ, կեսօր այլալ վեր մեզ սաղից դույսին պերալ շկոլան, տագնապ, անհանգստություն, երկրաշարժ այլալ, լավ հիշում վեր պապաս Հակոբը նույն օրը ընկերներին հետ կեցալա Լենինական, տելևիզորավը տեսալն վեր Լենինականում Գյումրի, Սպիտակում ու Կիրովականում Վանաձոր, հազարավոր մարդիկ նրա զոհված փլատակներին տակին նրա մնացած տարիների ընթացքում մենակ հասկացամ, թե ինչ մծ չափելի այլալ աղետը, այդ օրերին սաղ շտապելիս նլալ աղետի վայր հանցվերամ Քյոմագյանին, միավորվալնք ոչ միայն մոնք մեր երկրի ներսում, այլ նաև աշխարհը մեր շուրջ, Սովետական միությունը մինչև Եվրոպա, Մերձավոր Արևելքը մինչև Ամերիկա հայերը, Սփյուռքից ամերիկացիներ, ֆրանսիացիներ, ռուսներ ու այլն։
Դա ոչ միայն հայկական, այլև համաշխարհային միավորում այլ ցավի աղետի շուրջ։ Այդ օրը մենք միասին ընկլալ մոռացվալն սաղ տարաձայնությունն մնացալ մի հատ նպատակ հաղթահարել համազգային աղետը։ Դարձյալ ապացուցվել ավեր բարությունը կարեկիցնելը ցավը կիսելը խոսում սաղ լեզուներով։ Իմ մեջից այսօրը խորհրդանշման վեր մենք կարում ենք միավորվենք։ Ասում ընթա մենք կարում չենք միավորվենք այդ օրը ապացուցալն հակառակը։ Սորել մեզ պիտի այդ նույն միասնությունը ոչ միայն ցավը հաղթահարելի, այլ բիցրցնելի ուժեղացնելի հետի։ Մենք կարինք հաղթահարենք ցանկացած վտանգ, եթե կաղնին կողք կողքի մեր ժողովրդի ուժը հենց ընդդաղա միասնականնելի, իրար ձեռք մեկնելի ու անհնարին հնարավոր սրքելի կարողության մեջի։ Արման Թաթոյան 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ժողովը պատմական որոշում ընդունել վավերացնելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու ու պատժելի մասին կոնվենցիա։ Փաստաթուղթը տառալա միջազգային իրավունքի հիմնաքարերից մինը սահմանելով ցեղասպանության կանխարգելման ու պատասխանատվության ընդհանուր սկզբունքն են։ Այս կոնվենցիան սորել շարունակում այնել ժողովուրդների անվտանգության մարդու իրավունքների պաշտպանության ու միջազգային արդարության կարևորագույն իրավական հենքը։ 1883 թվականի դեկտեմբերի 9-ին ծնված Հակոբ Հոշականը տառալ արևմտահայ գրականության մծերամինը վերին խոսքը գործ ու քրթական առաքելությունը կերտալ մի սաղ սերունդ։ Գիրող, ուսուցիչ ու մանկավար Հոշականը ոչ միայն ստեղծալ հարուստ գրական ժառանգություն, այլև իր աշխատություններով ամրապնդալ ազգային ինքնագիտակցությունը արևմտյան Հայաստանում։ Իրան վեպերը, պատմավեպերն ուսումնասիրությունն են կարևոր աղբյուրում տառալ հայ ժողովրդի պատմության, հոգեբանության ու ճակատագրի ընկալման հետի։ Հոշականը նաև անփոխարինելի դեր ունեցալ կրթության ու դաստիարակության ոլորտում, համոզված լինելով հայ մտքի բրկությունը սկսվում շկոլան։ Հակոբ Հոշականը սորել հիշվում է որպես արևմտահայ մշակույթի անփոխարինելի շունչ, գիրող, վերպահպանալ ամերժված պատմությունն ու մանկավար վերը սերունդներին սվրցրալա չկորցնել իրանց արմատները։ Վան քեցած լուսանկար Իջբերգի Արաբյանը իրան օբյեկտիվին ռճին պեցվող պատմությունները առանձնացնում մի հատ ջերմ տեսարան, քաղաքին այգում պեցման օրը ավելին այլեր քան պարզապես միջոցառում։ Ստեղ երաժշտության հորձանուտում Վանի խոխերքն էլ որ գունավորել իսնել սաղ տարածքը։ 10-12 տարեկան մի խումբ խոխերք անհոգ ու անկեղծ բարգել իսնել թա հայկական, թա հարավարևելյան մեղեդիների տակին։ Իրանք մտածելիս չեն քայլերի մասին երաժշտությունը շարժել լիցալալ իրանց թեթև թախծավ ուրախությունով։ Բարին իսկական հոգին հունցը պատմա Արաբյանը մի կուճիր տղայի մեջ ելել։ Իրանք կուճիր մարմինը տրնալիս ալել հսկա բնական վայրի ազնիվ շարժումներով։ Ինքն ալել հալայի կրակը խոխորձ ազատության խորհրդանիշը Վանի մանկական հալայը մի պարզ պատկեր չլել տա երաժշտության, մանկության ու ազատ ոգու միասնություն ալել մի պահ վերը լուսանկարիչը տեսալա ու հավերժացրալ։ Արևելյան Հայաստանը ներկայիս իշխանությունն հայտարարում ընթա Արցախը հարցը Բաքվի ներքին գործը, ով էր իրանց պատասխանատվությունը սահմանափակվում ամենակ 29000 քառակուսի կիլոմետրով։ Սա քաղաքական սխալից ավելին է, հրաժարում ազգային իրավահաջորդությունից ու պատմական իրավունքներից։ 1916-ից 1920 թվականների միջազգային փաստաթղթերը Սևրի դաշնագիրնա Վիլսոնի իրավարար վճիռը հաստատում են վեր հայկական հարցը տարածքային խնդիր չի, այլ միջազգային անվտանգության հիմնաքար։ Հայ ազգը շարունակում է ինելու իրան պատմա իրավական ժառանգության իրավահաջորդը։ Այս պայմաններում վեր Երևանի իշխանությունն հրաժարվում է ժառանգությունը, առաջանում է իրավական վակուում, վերելցում է Արևմտյան Հայաստան Հանրապետության հետևողական պայքարով։ Ի պաշտոնե նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդիսանում է իրավահաջորդը կառույցի ղեկավարն արցախաբնիկ հայության իրավունքների հիմնական միջազգային պաշտպանների ամինը։ Արցախահայությունը շարունակում ապրել անորոշ իրավական վիճակում ու դրա հաղթահարման ճանապարհը մնում է իրավահաջորդության վերականգնումը։ Արևմտյան Հայաստան Հանրապետության Արմենակ Աբրահամյանի նախաձեռնած միջազգային աշխատանքի շրջանակում։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքանը կպդրաստալ, սպասիբա աշադրության հետի պնդկացիք։